Հունվարի 18-ին այս տարվա ինքնասպանություն գործեց ըստ պաշտոնական հաղորդագրության ձեր ամուսինը Վահան Ասլիկյանն է։ Դուք իրեն կինն եք, հետաքրքիր է ձեր վերաբերմունքը, ձեր կարծիքը, ձեր խոսքը կատարվածի մասին։ Ինքը ամսի 16-ին գնացել է հերթապահության, 17-ի երեկոյան ժամը 9-ին վերադարձել է հերթապահությունից, բացատրագիր է ինչ-որ գրած եղել, գրել է 17-ին, ինչ-որ եղել է, այդ 16-ի գիշերը չաստում է եղել իրա կոնֆլիկտը իր Վաշտի հրամանատարի, մեկ էլ փոխգնդապետի հետ։ Իսկ ով ա եղել Վաշտի հրամանատարը եւ փոխգնդապետը։ Մուրադյան, մեկ էլ անցումների թղթի մեջ ինքը նշում է իր բացատրագրի մեջ, գիտեմ միայնակ, որ Հրաչ անունը, այդ Վաշտի հրամանատարի, ինքը եկել է ոչ մի արտառոց բան չի ցույց տվել, որ ասենք մենք մտածենք, որ ինքը ինքնասպան պիտի լինի, եկել է սովորականի նման ճաշել ենք պարկել է, առավոտյան տղայից տարել է մանկապարտեզ, հետա եկե 11-ին մենք սուրճ ենք խմել, սուրճը խմեցինք, ինքը պիտի գնար նորից զորամաս, բայց չէր գնում, ինքը երևի ըստ ինձ ինքը արդեն կոնֆլիկտ ուներ, որովհետև չէր ուզում գնար չաս, երևի ինչ-որ խնդիր կար, զանգեց ինչ-որ մեկին, հարցրեց ինքը նորից հերթապայա, ասեցին, որ հերթապայա պարկի, ասեք կամբատին, որ 2-ին կգամ ժամը, ու ես դուրս եկա, հետ եկա մինչև ներս արդեն ինքը խմել էր, էսենցիալ, ոչ շիշը չկար, էսենցիալ ինքը ձեռքեր բերել խանութից, հետո հետաքրքրվեցինք, իմացանք, մենք տանը չենք ունեցել, տենց էլ շիշը չհայտնվեց, բաժակն էր մենակ սեղանին դրված, ու ինքը արդեն վատ պարկած էր բազմոցին, որ ես իրան սկսեցի օգնել, ինքը ներքուստ վառվում էր, շորերը հանեցի, այդ բացատրագիր ընկավ, սկզբում ես քիչ ուշադրություն դրան չդարձրեցի, տեղափոխեցինք հիվանդանոց, արդեն իր զորամասի ընկերները տեղ էին, նաև այդ Հրաչը, ում անունը մեջը գրած է, ճիշտն ասած ես չգիտեի, որ ինքը հենց այդ տղենա ում անունը ինքը նշել է, շատ խառնված էր իր գումարով զոնդեր էր գնում, ձեռքերներ Վահանի մասաժան։ Անհանգիստ էր։ Այդ հիվանդանոցում ինձ ասացին, որ Վահանի վիճակը լավ է, կա ապանքինի, ոչ մի խնդիր չկա, ես եկա տուն, որ իր շորերը տանեմ, պետք է ստամոքսը վիրահատեին։ Հետ եկատուն բացատրագիրը վերցրեցի գնացի, այդ ժամանակ այդ նույն Հրաչը այդ բացատրագիրը կարդաց, իր անունը մեջը նշած էր, ինքը ոչ մի զարմանք չհայտնեց ու դուրս եկավ, հետո իրանց հետ կար նաև մի հատ առանց ֆորմայի համազգեստի, բայց իրանց հետ աշխատող մի հատ տղա եկավ ներկայացավ Վայնի ոստիկանություն, թուղթը ինձանից վերցրեց, ասեց Վահանը իրոք պակասորդը կա, ստորագրել է լավություն արել, իրանք չէին փախնի, Վահանը երևի լավ չի հասկացել, իզուր տեղը թող մարդիկ չգնան կորեն, ինձի դրանից ոչ մի օգուտ չի լինի, թուղթը տամ իրան, ես էլ տվեցի իրան, տվեցի, հետո ես այն կողմից տեսա, որ Վայնի ոստիկանությունները ֆորմա, իրոք եկան մտան վերակենդանացման բաժանմունք, ասեցի այդ թուղթը հետ թող բերի, այնտեղ հայրիկս կանգնած էր, գնաց հետ ուզեց տվեց ինքը, հետո Վայնի ոստիկանությունի ժամանումից հետո իրանք բոլորը տեղից իջան չկային, արդեն չէին երևում։ Երբ մահացավ Վահանը։ Հիվանդանոց տեղափոխվելուց ինչքան ժամ հետո։ 4 ժամ հետո։ Բայց միջև այդ ձեզ ասել են, որ Վահանի վիճակը արդեն լավ է, կայուն է։ Լավ է, լավ է։ Ես զարմանում եմ դաժե բժիշկների վրա, ինձ այդ պամպերսը յառեք, քիչ է յառա, ասում են, բա գիշերն ինչ պիտի հագնի, եթե մարդը մահանում էր։ Գիշերվա մասին ինչ խոսք ցեներում, մենակ արդեն գիտեմ, որ այդ մարդը ծանր է, պիտի մահանա։ Շորեր էին ուզում անընդհատ, սրբիչներ էին ուզում, եթե մարդը մահանում էր, դրանց էին ուզում։ Իմ բանն էլ է, որ ես հաստատ գիտեմ, որ մեղավոր է այդ Հրաչը, այդ Մուրադյան Հրաչը, մեկ էլ այդ փոխգնդապետը ինչ է։ Իրանց այդ երկուսը, իրանք մի գիշեր էլ իրար հետ հերթապայն եղել, ինչ եղել է այդ մի գիշերվա մեջ եղել։ Չգիտեմ ինչ ա եղել, դաժե Վահանի բումագի մեջ ես գտա այդ պակասորդի ցուցակը, թեպետ ինձ ասում են այդ ցուցակը Վահանին չէր պատկան է, բայց եթե Վահանինը չի եղել, Վահանը խեր գրում դնում։ 25 հատ պապլատ կա պակաս։ Պետք է Վահանը դրան գրեր, դներ իր բումաժնիկի մեջ։ Երևի այդ գիշեր իրանք հաշվել են էլ։ Դա 2 միլիոնից էլ շատ պակասորդ էր։ Այնտեղ աջալները, պրոստինները, ամենա 25 հատ պալատկան, դա եկա թիվա։ Ու գրել էր Վահանը թղթի վրա, որ ասենք 25 հատ պալատկա չկա, 20 հատ աջալ չկա, բարձերես չկա։ Սաղը տենց գրած կա այդ ցուցակը, ես հանձնել եմ քննիչներին։ Ասում որ ինքը շատ նվիրված ընտանիքին հայր է եղել, շատ լավ ամուսին է եղել։ Մենք այսքան ժամանակ ոչ մի խնդիր չենք ունեցել,
երեխեքին շատ սիրող, ես չգիտեմ ինչ պիտի անեմ, որ ինքը երախուն էլ տաներ, մանավանդ տղայիս ինքը շատ ասիրեմ։ Ինչեւ մա երեխան սպասում որ պապամ պիտի գնա մանկապարտեզից հետ բերի։ Իսկ ինքը երբ որ տանն է եղել, երբևիցե ձեզ հետ կիսվել է, ասենք զորամասում կատարվող նման։ Մենակ գիտեմ, որ ինքը միշտ ասում էր պակասով Վաշտը ընդունեցի։ Անունդ ինչ է։ Վարդա։ Վարդան։ Հա, Մանկապարտեզ տարա պապան։ հա։ Ինչ ասեց։ Ասեց որ չեմ առնի գալուց կգավ կառնե Ինչ։ պուլկի։ Հետո ուրիշ եկավ ինձ տարավ։ Պապային կարոտել ես։